Բարև իմ սիրելի հետևորդներին, եկել ենք նորից հողամաս, եկել ենք վայելելու աշնան տաք վերջին օրերը, իհարկե հողամասում շատ գործեր կա, լիքը գործեր, չորացած բույսերը հանենք, մաքրենք, որ գարնանը հեշտ լինի, ամել տենց տգեղ է, որ մնում է հողամասում, ոնց որ թե հեռվից նայես մի հատ ծույլ մարդու հողամաս լինի, այդպիսի տպավորություն է լինում։ Աշոտի հետ եմ եկել, Աշոտը ջրաջան աշխատում այն եգիպտացորեններն է հանում, ամենադժվարը դրանք են դուրս գալիս հողից։ Ես էլ նստել եմ այստեղ, ուզում եմ կոֆե դնեմ, խմենք, ես էլ հելնեմ, կպնեմ գործի։ Գյուղը կանգնի, գերանքը կոտրի, տղայիս հետ մաքրենք, մի 2 ժամ աշխատենք, գնանք տուն, շատ չէ, հա, քանի որ եղանակը ընտիր։ Աշոտը կարելի ասել վերև էլ չբարձացավ, ներքևը, ահա, մինչև ես նստեցի, մի 2 տողով ներկայացրեցի մեր այսօրվա անելիքը, Աշոտը այստեղ մաքրեց, հեշտ է դուրս գալի Աշոս, ոչ կտրել ես, հա, տենց մկրատով, բացվեց ընդարձակ տարածք, չորացել են Աշ, չորացել են, քամի է, որ կպավ լավ էլ կվառվի, խաղողները չի վառի, չէ, Հեսա էլի հրշեջները գալի են, Աշոտը նա ինձ ծուխել է, դառը ծուխ այստեղ են, արդեն գիտեն, չէ, որ մենք ենք էլ չեն գա, դառը ծուխ, միացենց ամբողջ ես տարածքով, խաղողները չնայած են, Այս ճուղնը կցենք, արևածաղկի, ինչ է կրակը,
Քիչ-քիչ լցնենք, որ ուժեղ կրակ չլինի։ Բռնեց, կպավ։ Արկես շորս հանեմ շոքամ։ Դթումը, այսօր տանենք այս դթումին։ Դնենք այստեղ, որ չմոռանանք։ Աշես ցելոֆոնն գցի, թող հետը վառվի։ Աշոտը նստեց հանգստանալու, ես էլ գնամ կոֆե դնելու։ Մի հատ հողամասի կոֆեն վայելենք։ Անհնար է գանք այստեղ ու կոֆե չխմենք։ Ես կոֆե դնեմ, Աշոտն էլ թող աշխատի, մեկը ինքը ինձ չի թողում, որ ես այդ գործերն անեմ, իմ գործն էլ հեշտացել է, հակին տեսնում եք, Աշոտը ինձ ինչքան օգնում է, սիրելի հետևորդները։ Մի քիչ երկար կսպասեմ, բայց դե ոչինչ, մեկ էլ ջուր բերող չկա, շատացնող բերող։ Դնեմ թող լցվի։ Հեղնարախտյուրը ծլծլում է։ Համբերատար սպասում ենք։ Ահա, մի բաժակը լրացավ։ Հաջորդը։ Չեք պատկերացնում այս ձայնն էլ ինձ ինչքան դուրեկան ու հաճելի է։ Ես մի բաժակն էլ հողողեմ։ Թող մնա այստեղ, ես կպցնեմ օջախը։ Կբերես։ Մոռացա այստեղ մի երկու ղամի շանգեր, ճիշտ է տանիքը պինդ չի տան, այս ստեղից հանգե, գարունը նոր պինդ ամուրք սարքի, մեկա ձյունը եկավ դնելու է վրան, աշնել մեկ է տեսար իր մտքերը ծրագրերը փոխվում են, քանդեց էլի գարունը, լուցկին բեր կպցնեմ Աշոտ ջան։ Թուղթ բերեմ, թուղթ ունենք, ինչն է շատ թուղթ է։ Ախ, մոտս բառեցի։ Մենակ չհանգնի։ Ահա, լավ է։ Ամենաճիշտը, որ այսենց երկար ես դնում ու քիչ-քիչ աստիճանաբար հրում ես օջախի տակ փայտերը։ Նենց դնում ես մի անգամից վառվում է։ Սա էլ այսպես կդնենք։
Թե չէ ջուրը կերա, կոֆեն չեմ լցրել։ Այս ցելոֆանն էլ վառենք, թող չմնա։ Դանդաղ հանդարտ ելնում ալա։ Բաժակները բերեմ։ Կարելի այս բաժակը դնեմ տոկը։ Թող ջուր լցվի, խմենք։ Տերևներն էլ օգտագործենք չոր նեկամ եւ այս չորացած տերևներին ինչ ենք ասում, խազալով կոֆե եւ ամենահետաքրքիրը այդ խազալի աշնանը, երբ որ քայլում ես խազալի վրայով, ոտքերի տակ շխշխկում են տերևները։ Խազալի կոֆե, եկեք խազալի կոֆե խմենք, սիրելի հետևորդներ, խազալի կոֆե, համ տարածքն է մաքրվում, համ էլ խազալի կոֆե ենք խմում մխով, ծխով, ինչ էլ կրակ տվեց, այսօր ցախը քիչ գնաց, քիչ օգտագործեցի, էկոնոմիա, վես այստեղից էլ խազալ վերցնեմ, շխշխկալ են, լցնեմ ու կլնի, արի խազալի կոֆեն եղավ, խազալի կոֆեն եղավ, ամենտեղ սենց կոֆե չեն տալի, Աշոտ, խազալով կոֆե, ահա եռաց, նույնիսկ խազալը եռացրեց կոֆեին, եռացրեց, արի Աշ, լցնում եմ, մխալույի ասա, և մենք այստեղ ջուր ունենք, այս ջուրը ես հիմա մեկում կխմեմ, ու կտանեմ լցնեմ այս մխի ծխի վրա, որ հանգիստ գոնե կոֆե խմենք, կոֆեն խմեցինք, լավ արեցինք, ամաններն էլ լվանանք ու գնանք, դեռ էլի են գալու, այս կոֆեն է սենց պահեմ թասի տակ, էլի մի օր էլ կգանք մաքրելու, ջուրն էլ չշատացրեք, ծլծլում է, այս բաժակները ձմեռը մնալու է ձյան տակ, կսառեն, թարմը, գարունը կգանք,
ճաքած կվերցենք։ Ինձ թվում է էսի ստեթումնա մեկ էլ էս ջազվեն ինչ էլ ամպեց եղանակը քամուտ էր քամի եղավ առավոտ արև էր մսել այստեղ տեղերը ոնց թողենք գարունը կգանք երևի մի երկու անգամ էլ կգանք ու վերջ գնանք մի քիչ էլ ներքև աշխատենք խոտ մոտ քաշենք բայց այս պայուսակսը վերցնեմ էլ որ վերև չբարձանանք սրանք էլ վերցնեմ չէ Աշոտ ահա ներքևը աշխատելու այս բամյաներն է նոր հանեցիր հեշտ է բամյաները Այս մի քանի օրվանը ոնց է դեղնել, չէ։ Այն օրը սենց չէր։ Դեղին, ջան, 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 աշուն է, ջան, 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 ախշուն է։ Տերևները դեղնեցին, ծաղիկներս չորացան։ Ահա։ Մենք էլ գործերը անենք, վերջացնենք, պրծում չկա գործերին։ Ենքան է պինդ արմատներ ունեն։ Դու գիտես կարաս հանես դրանց։ Ես էլ ես խոտերը փորձեմ քաշել։ Բարեխները, մյուս տարի ավելի շատ են հլնելու, ոգևորված, նոր ուժով, թափով հլնելու են։ Եվ մենք էլ օրնիբուն աշխատում ենք, չէ, այստեղ են ասում աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, բամյանների վրա էլ դեռ կա, փոքր մոքր, ասան չէ ստանում, տանեմ թթվի մեջ կգցեմ, խառը թթու որ դրեցի բամյա էլ եմ լցրել, ասեմ այսօր նայեցի են ինչ հավեսին աղ է, հոտը աշխար էր վերցրել թթվի, հեսա սրան վերցնել։ Ավելի ջարդ է։ Վայ ինչի ջարդիր։ Հոտը դրի վրան ջարդ։ Լավ էլի Աշոտ։ Սերմի էի թողել։ Դա պատվալը սերմա։ Հա։ Այս երկուսը գոնե սերմի։ Մի քիչ էլ ես համեմի ճյուղերից քաղեմ։ Ինչ էլ լավ աճեցին։ Քրթլացան, քրթլիկացան։ Մենակ մի շպրտի կանաչիներիս վրա, թե չէ կխռովեն, նեղանան։ Հնձում ենք, հնձածը համեմը լավ կաճի, համ էլ քոքերը չենք վնասի։ Պինդ են։
Բայց տենում ես, որ մեր հողը արդեն քարացել է, պահարտանյութի կարիք է զգացվում։ Պիտի օրգանիկ պարարտանյութ տանք։ Մենք ենք քարացել։ Հա, սրտիկը քարացել է, Ես եմ փոքրը քարացել։ քարացել է։ Դդում է, չմոռանանք։ Այս շուտ գալի։ Ընկնում էի կանգնած ստեղը։ Հետաքրքիր է, ուրեմն նայում եմ այս 3 ռեհանին, ահա, ցուրտը լրիվ մնձրել է։ Ու գալիս եմ այստեղ, այս ռեհանների մոտ սրանց ցուրտը չի տարել։ Թե ինչի չգիտեմ, նույն հողամասում վերել ներքև սրանց չի տարել։ Հետաքրքիր է։ Մի հատ էլ են կողմը կա, որ չի տարել։ Սրանք է քաղը։ Էլի բանը։ Էս էլ չի տարել։ Քեզ բան։ Կեսին խղճաց է, կեսին էլ ոչ։ Տեղ-տեղ տեղումներ, այստեղ են ասում, չէ, տեղ-տեղ տեղումներ, տեղ-տեղ տեղումներ, տեղ-տեղ ցրտահարություն։ Սրան է չի տարել։ Ահա։ Բայց դե 3-ին տարել է։ Իսկ ամենահամովը են վերջին բերքն ու բանջարեղենն ու միրգն է, որ գտնում ես ու ուրախանում ես, հավեսով, նենց կարոտով ուտում ես։ Բադրջանների վրա էլ կա։ Չգիտեմ, հարժի տանել թե ոչ։ Վերջի բերքը քաղցր է լինում, այն որ ուզում ես ինչքան մանրերը վրաները կան, դե պարզա չջրվեցին ու մնաց այդպես։ Եվ այստեղ բիբարների միջից են վերջում, որ լինում է չիլի պղպեղները։ Գոնե սրա սերմը վերցնենք։ Վերջում արդարացրեց իրեն։ Այս լոբին էլ էլի աշնան պոչին, այս իշքան գցեց։ Են հատիկավոր լոբինը։ Նայեք, հով ժամանակ, որ արդեն հով է լինում, նոր է սկսում լոբին գցել, բայց սա ինձ թվում է էլ չի հասցնի։ Դրա համար հով կլիման, որտեղ որ հով է, զով է, այդտեղ լավ լոբի է լինում։ Իսկ հիմա այստեղ էլի լավ եղել է, բայց դե չի հասցնի հատիկը գցի։ Ահա վերից վար այսենց լոբի է։ Աշոտն էլ այնպես է աշխատում, կարծես թե բույսերի վրա բարկացած լինի։
Թե հիմա ին վրա է բարկած է։ Ու վրա է բարկած է։ Ինչի։ Հանգիստ ատրիկում է։ Որ կիրակի է, հանգիստ նստած էիր տանը, եկանք չարչարվելու։ Անի ավերակները սարքիր։ Լավ չի։ Լավ, լավ։ Տեսնես մյուս տարի ես գիլասը կբռնի։ Ես թվում է արդեն մյուս տարի ես բերք կտա։ Մեծ ծառ եղավ արդեն։ Դե դեղցերի մասին էլ չեմ խոսում, իրանք էլ լավ աճեցին։ Այն էլ ոնց աճեցին, բարձրացան, հսկայական ծառ ա եղել։ Հա։ Հոգնեցիր, նստի հանգստացի։ Շորս չթողեմ այստեղ, աշխատեցինք լավ։ Մի անգամից ամբողջը չենք կարող անել, հոգնում ենք, օրն էլ արդեն կարճ ա։ Են էլ հետո կգանք, կանենք, էլի տաքոր կլինի։ Գնանք։ Այսպես մնա։ Հա, ինչ ալնում։ Հա? Ինչ։ Ոյ։ Հա, սրանց արմատներ ոչ, սրանց արմատները ահա որ է, կուկուռուզ, թակ կանեն։ Ահա, տեսակ չէ, սիրելի հետևորդներ, էլի վրաս խոսած, էլի ասում եմ մի ցանի, թակ կարելի է կցանը։ Գնանք մի քիչ էլ տան գործ մործեր, տեսնեմ ինչ եմ անում, իհարկե մի պահ մաքրել եմ, գնամ մի քիչ կամպոտ կանեմ։ Այսօր էլ ավարտվեց հողամասի աշխատանքը, ամեն օր քիչ, մի օր էլ ամբողջ գործը արած կլինենք, գնանք տուն, փուշ։ Նասկիների դարև։ Ինչ է, ամոթ է սպիտակ նասկիներով։ Մի պահ ամպեց, հիմա նորից լավ արևը դուրս եկավ, արևը վառում է։ Ձեռերս չլվացի, միացտ է ձեռերս լվանամ։ Էլ որ ջուրը վերևն է, հավես չենք անում, հլնենք վերև, լվացվենք։ Նայստ է, ոնց որ ինչ-որ բան լինի, սուս բերանից թափվի կենթանի, ջուրը էլի սառը ջուրը։ Զնգզնգալ են։ Դու էլ լվացվի գնացինք։ Համե որ չես լվում ձեռերդ ոնց որ չոր փուշ ելնի, ճոքում է։ Ինչ ես ճարե, պոպոկ։ Նուշ, են որ տեղից։ Նուշա ճարե։ Բա, կամ էչը։ Շնորհակալություն, հայրենիքը քեզ չի մոռանա, կամ եմ հայրենիքը։ Enough.
սենց նայում եմ, իսկական աշուն։ Աշուն, ջովեսին դեղնել են։ Ինչ լավ փշատներ են։ Վայրի փշատներ են, չէ։ Բայց դե այնքան փոքր են։ Լիշ լավն է։ Հասանք տուն, հենց հասնում ենք արփա, ուրեմ հասած ենք։ Այս տարածքները։ Այս կոմով սղում է, անցնեմ սենց, այս քարերը պահում են, դե մի քիչ սղում։ Աշոտին ձգում է գետի ափը, ինձ էլ ասում արի իջի, բայց դե արի գնան գործեր ունենք, գործեր կան, գործեր, անդադար ու շատ գործեր։ Հենց համով փշատ է, ճստիկ է, բայց պստիկ է, շատ համով է այս փշատը։ Ասա Աշոտարի է։ Սպասեմ Աշոտին ու գնանք։ Վերադարձա տուն, սիրելի հետևորդներ և իմ գործերով, տան գործերով։ Իհարկե առավոտ շուտ կեսը արել եմ և կեսն էլ հիմա։ Տեսեք ինչ մրգեր կան, ինչ բանջարեղեններ կան իմ սեղանին, ջան աշուն է, ջան նախշուն է, իրոք որ այսպես նայում եք, ինչքան սիրուն, ինչքան նախշուն են, գունեղ, հյութեղ, գայթակղիչ մրգեր։ Եվ ես ինչ եմ անում, այս կարմրաթուշ խնձորներով, որը ինձ նվիրեցին, որտեղ ասեմ, ծաղկևանք տանող ճանապարհի այգիներից, շատ և ասեմ դեռ ես համը չեմ փորձել, երեխեքը կերել են, ասում են շատ համով է, հիմա ես կփորձեմ, բայց այս մի քանիսից ուզում եմ ճիր պատրաստել, առանց կեղևները մաքրելու, շատ համով ճիր է լինում ու կեղևները որ չես մաքրում, ինքը եզրերը կարմիր է լինում ու տենց փայլուն, ոնց որ թե մեխակ լինի։ Անցած տարի էլ եմ պատրաստել, հիմա այս տարի էլ այս կարմրաթուշերից կպատրաստեմ։ Ինչ եմ անում, ոնց եմ անում, ցույց կտամ։ Հիմա ասա այսպես։ Փոքրիկ շրջանակներ, ասեմ, որ սենց խնձորի չիպսեր էլ են։ Ինչ համով խնձորա։ Ինքան են միծա։ Այդ այս շրջանները լավ չեղանում։ Ինչ է մեծ շրջաններ են։ Լավ, դե ոչինչ։ Սա չգիտեմ ինչ սորտի խնձոր է, բայց ասեմ, որ ձմռանը երկար սա չի մնա։ Ինքը արդեն հասել է, շատ էլ փխրուն է,
չգիտեմ ես ինչ սորտ է, այդորիտ, չեմ կարող ասել։ Ահա ինչ չիրեմ անում, տեսեք ինքը արագ տենց սևաց, լավ չի, այսպես շարեմ, շատ քիչ շաքարավազ։ Ու հաջորդը շերտ։ Աղի պես, հա, մի փոքր, մի քիչ, շատ քիչ։ Սա էլ այսպես։ Այ և վերջ։ Հիմա ջուր եռացնեմ, լցնեմ վրան ու եփեմ։ Դեղին սերկևիլ է, բայց դե համը չգիտեմ։ Ընտիրա։ Յուրահատուկ համում։ Կարևորը հիմա սենց մաքրեմ, հետո կտրատեմ, ցույց կտամ ինչ ձև եմ կտրատում։ Ջուրը եռաց և ես էլ այսպես եռացրած ջուրը լցնում եմ խնձորների վրա։ Երևի մի փոքր էլ եռացնեմ, որ իրեն ծածկի։ Ահա սիրելի հետևորդներ, սերկևիլն էլ մաքրեցի, լվացի ու հիմա չիրեմ էլի անում, կտրում եմ։ Բարակ այսենց կտորներ։ Երկարուկը։ Այս կոպիտ մասը հեռացնեմ, հա, հանեցի, բայց դե հարմար չեղավ։ Խնձորը եռում է, սա էլ հեսա կեռացնեմ, էլի տաք ջրով։ Մեջի կոպիտ մասը հանենք։ Եվ վերջ, այստեղ ես ինչ ունեմ, ինչ մնաց սերկևիլից։ Միջուկներ, կորիզներ, որոնք ավելի օգտակար են ու բուժիչ։ Ես սրանք չեմ գցում։ Լցնում եմ այստեղ, մի լավ կլվանամ, որը մանր է կթափի, որը չէ, ու սա ես հիմա կամպոտ։ Շատ օգտակար է հազի համար, մրսածության համար։ Ինչու գցեմ։ Ինչու գցեմ, եթե սա օգտակար է, վիտամիններով է։ Լվանալու եմ, հեսյալեցնեմ բանկան, կամպոտ, մեջն էլ խնձոր էլ կա։ Այստեղ արդեն խնձորը ուզում է եռալ, շատ դանդաղ եմ դրել, կամացա գազը, ահա, հենց եռած անջատելու եմ, որ չլղկվի, իրատակությամբ ինքը կփափկի ու ամբողջությամբ այդ ջրի մեջ կմտնի, կմնա, ջուրն էլ կարմրեց, տեսեք,
Մի անգամից որ ես եռացնեմ, իրան լղկվելու է։ Մի 2 րոպե էլ որ եռա անջատեմ։ Սերկեֆիլն էլ պեսոկը լցրել եմ ու նորից ջուրը, որ իրան ծածկի։ Վիտամիններով հարուստ դեղ։ Ինչի գցենք սերկեֆիլի կեղևները, միջուկները։ Մրսածության հազի համար շատ լավ է այդ կեղևները, նաև դիմադրողականությունն է բարձրացնում օրգանիզմի։ Լավ լվացել եմ ու եթե ես չիր չանեի սերկեֆիլի, ես կեղևներով էի կամպոտ անելու, դե խնձորն էլ հետն է ավելի լավ, կորիզներն էլ դե ավելի օգտակար ու առողջարար։ Ալոճ եւ սև մասուր։ Ահա։ Պատկերացնում եք ինչ է լինելու սա, ինչ յուրահատուկ համ։ Ահա, սա էլ այդպես։ Եվ մի փոքր էլ դաղց եմ գցում։ Դաղցը յուրահատուկ համ է լինելու այս կոմպոտը։ Ասեմ, որ իմ պատրաստած բոլոր կոմպոտներն էլ յուրահատուկ համ ունեն։ Ահա, մի նայեք։ Նայեք աղջիկներ։ Լավ էլի այսօր ասում եմ։ Նայեք աղջիկներ ջան, այո, նայեք հետևորդներ ջան։ Դուք էլ պատրաստեք այս համով կոմպոտից։ Եվ իմ սովորական չափը շաքարավազի։ Մնաց եռացրած ջուրը։ Սա էլ հենց եռած թողելու եմ էլի ջրի մեջ։ Ահա։ Եվ մի 5 րոպե էլ կեռացնեմ, այս համեղ կոմպոտը պատրաստ է։ Կարող եմ նաև չեռացնել, թրմվի։ Մի հատ էլ այս կախարդական փայտիկով խառնում եմ, որ շաքարավազը լուծվի, իհարկե խմելուց կարող ենք քամել, որ կորիզները չգան, այնպես որ համը, կարևորը համն ու վիտամիններն են։ Ահա եւ միացնում եմ, եռացնեմ, կուզեմ կփակեմ, կուզեմ կթողեմ, կխմենք, բայց երեք ասեմ, որ կոմպոտ ենք բացել, կմնա դա, ավելի լավ է փակեմ, հետո կխմենք, ասեմ, որ հատերը մենք այդ միջին մրգային հատիկները չենք էլ ուտում, 1000-ից 1 կքամեմ, կթափեմ ու սոկը կխմենք, կարևորը առողջարար, շատ առողջարար, այն որ ասում են տեսքին մի խապնվեք, կարևորը համն է։ Ահա սիրելի հետևորդներ, հասա անցա այս կողմը, այստեղ ինչ եմ անում, սա դաշտի վայրի շլորն է, թթու, բնական, այն որ ես չորացնում եմ բորշերի, տոլմայի, ավելուկով ճաշի, տենց ճաշատեսակներ կան, որ գցում եմ մեջը եւ ասեմ, որ չորացնելն էլ մեծ խնամք ու աշխատանք է պահանջում, որովհետև հենց սենց դնես, այդպես թողես, այն չի լինի, մի կողմը կչորանա, մի կողմը չի չորանա, դրա համար ես հատ վերցնում եմ, հակառակ կողմով դնում, որ լավ չորանա։ Ես էլ ինչ եմ արել, այստեղ մի փոքր ջուր եմ լցրել, ձեռքս որ թացացնեմ, այդ շիրան չկպնի, պոչերը վրայից հանում եմ ու գեղեցիկ դասավորում, միսինի էլ ունեմ, պետք է այնպես անեմ, որ չփչացնեմ, դաշտի շլորը էլ ավելի թթու է, ինքը վայրի շլորն է, դե ճաշերի մեջ էլ օգտագործելուց իրեն արդեն չոր վիճակում լավ լվանում եմ ու նոր լցնում եմ ճաշերի, տոլմայի, բորշի մեջ, դե բորշը տոլման է, մի քիչ պետք է թթվաշություն ունենա,
չէի չորացրել, որովհետև դե հողամասում շլոր չունեմ։ Իհարկե մի փոքր ծառը այս տարի 3 հատ էր բռնե վրա։ Ճիշտ է, տարածքներում կար շլոր, բայց ես ուզում էի, որ դաշտի վայրի շլորը բերեի։ Սա մարտիրոսի շլորն է։ Սիրուն շարեմ, որ պոչերն է պոկում եմ, որ այն միսինին էլ տենց բերեմ, սրա մեջ տեղավորվի։ Ասեք, որ գույնն էլ ընտիր է։ Հիմա մարդիկ ինձ կարծիքով վազում են բնական չրերին, կողմը, բնականը ավելի օգտակար է, լավն է, ինչու՞ չէ, նաև այս բնական չրերից կարող եք կամպոտներ էլ պատրաստել ու խմել։ Ահա, սիրելի հետևորդները, սա էլ կամպոտը, եւ ես որոշեցի, որ փակեմ, ասեք ինչու, որովհետև ունեմ սառնարանում տվյալ պահին բացած կոմպոտ։ Սա կմնա մի 2 օրից կբացենք ու կվայելենք։ Կարևորը, որ այս հրաշք բուժիչ կեղևները, սերկևիլի միջուկները ես չթափեցի։ Եթե ձեզ համար նորություն էր, ամեն անգամ դուք էլ երբ որ մաքրում եք սերկևիլ, թափում եք իր այդ կորիզներն ու միջուկները, ապա մի թափեք։ Վերցրեք ու այսպիսի համեղ կամպոտ սարքեք ձեր տան խառը մրգերով։ Կարևորը, որ սեր եւ հոգի եք դնում այդ ամենի մեջ, ամեն ինչ համեղ է լինելու։ Այստեղ սերկևիլն է, որ արդեն եռացրել եմ ու իր հյութի մեջ։ Կարևոր է, որ մաքուր անես, ակուրատնի, լավ չորանա։ Ահա տեսեք շլորի չրերը ինչ գեղեցիկ դասավորեցի, բնական, բայց դե պսպղում են, իրենց բնական փայլն է, ոչ մի կաթիլ, շաքարավազ չեմ օգտագործել։ 2 այս սինիա, իրանք ինձ բավական են իմ ձմեռային ճաշերի մեջ գցելու համար, մանավանդ բորշի մեջ։ Եվ այստեղ էլ ինչպես տեսնում եք, լոբի եմ պատրաստում, իհարկե մի փոքր էլ ծաղկակաղամբ կա, առավոտը դա է պատրաստել, ծաղկակաղամբը լոբին էլ լինի, նրա հետ մեր ուտելիքը վայելենք, սնվենք, դե էլ ինչ ասեմ, սիրելի հետևորդներ, նույն խոսքերը վերջում ինչպես միշտ բոլորիդ ասում եմ առողջ եղեք, բարի գիշեր, դուք էլ ինչ կպատրաստեք, ուրախ ուտեք։ Կհանդիպենք նոր եւ յուրահատուկ վլոգներով։